Ինչ երաժշտություն եք լսում, երբ ուզում եք խաղաղվել։ Pink Floyd։ Ձեր մասին որ առասպելն է զվարճացնում։ Որ ես շատ եմ զվարճանում դրանից։ Մի ժամանակ ասում էին միայն KGB-ի, վերջերս նաև լսել եմ MI6-ի, բրիտանական հատուկ ծառայությունների եւ ամենատարօրինակը Mossad-ն էր։ Ոչ միայն զվարճացնում է, ես ասում եմ, եթե ես իմ ազգային գծի մեջ շարունակում եմ մնալ, բայց միաժամանակ 10 հետախուզական եւ անվտանգային հատուկ ծառայությունների հետ աշխատեմ, ուրեմն ես սուպերմենն եմ։ Եթե առաջարկեն պաշտոն։ Այս իշխանությունը։ Եվ։ Այս իշխանության դեպքում ոչ մի դեպքում, բայց առհասարակ պաշտոնը ինձ համար պատասխանատվություն է։ Պաշտոնը դերակատարում չէ։ Ես ինքս էությամբ կարգապահ մարդ եմ, բայց եթե այդ կարգապահությունը պիտի ընկալվի ապուշությունների դիմաց լռել, ապա չեմ համաձայնվի։ Պաշտոն, որը ռազմավարական եւ հայցակարգային առումով լծակներ կստեղծի իրական փոփոխության, ապա կքննարկեմ, բայց հերթական համարը չեմ եղել, չկամ եւ չեմ լինի։ Ով է մեղավոր ստեղծված վիճակի համար, նախկինները թե ներկաները։ Նախկինների քաղաքական գործունեությունը միարժեք գնահատել հնարավոր չէ, որովհետև եղել են եւ թերություններ, եւ լավ կողմեր, եւ անսխալական իշխանություն որպես այդպեսին չկա։ Խնդիրն այստեղ այն է, որ արդյոք դու կարողանում ես այդ սխալականության տոկոսը սահմանների մեջ դնել եւ դա չանդրադառնա քո պետական կարգի, քո ազգային անվտանգության վրա։ Նախկիներ ունեն իրենց պատասխանատվության բաժինը, այդ իսկ պատճառով 2018 թվական տեղի ունեցավ, ներկաների պատասխանատվության մասին խոսելը ավելորդ է, իմ ամբողջ վերջին 8 տարվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով եմ խոսել, բայց խնդիրն այստեղ այն է, որ ով է կրելու պատասխանատվություն, բոլորը խոսում են, որ սա է մեղավոր, նա է մեղավոր, իսկ ի վերջո ոչ ոք պատասխանատվություն չի կրում, պատասխանատվություն կրում են բացառապես նախկին լինելու համար։